նոր դուք ասում եք, որ քաղաքացին պատժելու մեխանիզմ ունի եւ կունենա դիտեմս ընտրությունների հարց։ Եթե դուք չլինեք իշխանության եւ իշխանության լինի ձեր ամենաչսիրած քաղաքական ուժը, գոյություն ունեցող խաղի կանոններով դուք Հայաստանի քաղաքացուն պաշտպանված համարում եք, թե պարտադիր դուք պետք է իշխանության լինեք, որ Հայաստանի քաղաքացին պաշտպանված լինի։ Եթե մոդերատորություն կանի, անի Միքոյի թողեք ստեղ։ 3 հոգով եք բանավիճում, թե Չէ, 2 բայց դու եք բանալու չես։ Ապա դու սկզբում մոդերատորությունը անի, իսկ հələ արի մոդերատորի։ Ենա մոդերատորը։ Կարող է ես է սովորեմ, էլի դա։ Ես առաջ այդում եմ իսկ ով քաղաքական ուժը full իրավարակարգով вообще բոլորին դեմ եմ մի հետ ավերջ չունեցող ուժա, թե հենց ուժա, որ ասում ա ուշի լավ բան եք ասում, բայց մենակ դրա Դու որոշ։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում մեծ բանավեճն է, այսօր մեծ բանավեճ եմ բռնվել բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Գյուրեգյանը եւ Հայաստանի փրկության պատասխանատուների դաշինք, հա, ՀՓՊԴ ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը։ Բանավեճի առիթը մի հետաքրքիր իրադարձություն է, մասնավորապես այն, որ նրանց երկուսի ծրագրերում էլ մոտավորապես նույնաբնույթ ժողովրդավարացման ուղղված կետեր կան, բայց դրա իրագործման ճանապարհի, ժամկետների եւ այլի շուրջ նրանք ունեին տարաձայնություն, որը սոցիալական կայքերում սկսվեց։ Ես ուզում եմ դիմեմ մեր ժողովրդին։ Ես գիտեմ, որ դուք հոգնել եք ստից ու կեղծիքից, 5 տարի մեկ ընտրություն կատարելուց ու դրա արդյունքներից։ Ես գիտեմ, որ դուք հոգնել եք վատի ու վատակույնի մեջ ընտրություն կատարելուց։ Ժամանակն է, որ դուք գնաք ու այս համակարգի գլխին ձեր ընտրության տակ։ Մենք դրա համար սարքել ենք կուսակցություն, որի անունն է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն։ Ընտրաթերթիկում համար 13։ Գնացեք ընտրեք, որովհետև ընտրությունը այլևս իմաստ ունի։ Այսքան։ Շնորհակալություն ժամանակի մեջ տեղավորվելու համար, պարոն Գևորգյան։ Մենք շատ ողջունում ենք երիտասարդների նախաձեռնությունը, բայց այս օրասական պահին, երբ որ դրված է Հայաստանի Թուրքիայի վիլայետ դառնալու, մեջքի գնալու եւ այլ հարցերը, իդեպ իսկ պարոն Գևորգյանը դիտել, ես ուրիշ մարդ եմ։ Ձեր process-ը համ տրոլինգ է, համ շեղող է, համ ձայն փախցնող է։ Ձեր քաղաքական առաջարկը կազմել 100-օրյա անցում էին կառավարություն ու հետո դժվարացնել քաղաքականության մեջ իշխանություն ձևավորելու կանոնները երկբուր բարդություն կարա ստեղծի հանրային կյանքի համար։ 100-օրյա բարդություն, որ առհասարակ մեկ միասնական օրակարգ ունեցող կառավարություն չկա, իսկ բյուրոկրատական ապարատը գիտի, որ սա գնացող իշխանություն է, իսկ դրանից հետո առհասարակ իշխանություն ձևավորելու բարդությունը սա այն հիմնական մտահոգություններից մեկն է, որ ես տեսնում եմ ձեր օրակարգի վերաբերյալ, դուք ունեք հիմա 1-1.5 րոպե ժամանակ դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումն ասելով։ Նախ ուզեմ անդրադառնալ պարոն Գևորգյանի նշած երիտասարդները եզրույթին, քաղաքականությունում երիտասարդներ, ջահելներ, ահելներով մեր չարժե խոսել, հատկապես որ դինոզավրերը վերացել են երկիր մոլորակից, սակայն մժեղները դեռևս կարողանում են ապրել, ու դրանով սա մեր առավելությունն է եւ ոչ թե թերությունը։ Երկրորդ, անդրադառնամ հարցի պատասխանին, հարցի պատասխանը հետեւյալն է. մենք 100 օրում որևէ քաղաքական կուրսի փոփոխություն չենք իրականացնելու։ Այսինքն այդ ընթացքում համակարգը, որ աշխատում էր, նույն սկզբունքներով շարունակելու է եւս 100 օր աշխատել։ Բոլորին դեմի օրակարգը պարտադիր կատարելի կետեր են, 3 կետերը, որը մենք նախատեսում ենք ներառել մեր սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ, այսինքն դրանք մի մասն են կազմելու, որոնք անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություններ են Հայաստանի Հանրապետության ճիշտ ուղով առաջ շարժվելու համար, եթե դուք վայր դրեցիք մանդատները, նրանք է պարզվեց իրական ընդդիմություն ու իշխանություն էին իրար եկան, նոր ընտրություններ եղավ, նորից եք մասնակցել։
Մենք վայր դրեցինք մանդատները, նոր ընտրությունները հայտարարվեց։ Հա, իհարկե մասնակցելու ենք, որովհետև երբ որ այդպես բան եղավ, նշանակելու է, որ ժողովուրդը հասկանալու է, որ մի հատ ուժ կար, եկավ, չկարողացավ իր խոստումը անի, հրաժարվեց գնաց, ու իրեն երկրորդ շանս է տալու, որովհետև ինքը տենալու է, որ այս ուժը իր խոստումները պահեց։ Մենք եթե առաջի անգամ 5% էինք հավաքել, երկրորդ անգամ ես վստահ եմ, որ մենք 5 անգամ ավել ենք հավաքելու։ Այսինքն փաստացի ստացվում է դուք եթե 52% հավաքեցիք, բայց 67-ին չկարողացաք համոզել, ձեր ծրագիրը կիսա թողած, անելու եք արտահայտ ընտրություն։ Ոչ, այդպես չի պայմանը։ Մենք հեռանալու ենք։ Մենք մանդատները վայր ենք դնելու հեռանալու։ Որը դառնալու է արտահայտ ընտրություն, թե չէ։ Չգիտենք, կարող է լինի իրավիճակ, որտեղ ստացվի այնպես, որ մեկ էլ հանգարց ինչ որ ուժեր միավորվեցին, կազմեցին կառավարություն։ Դա մեր գործը չէ։ Մեր գործը ավարտվեց այդ պահին, երբ որ մենք հասկացանք, որ այս օրակարգը հնարավոր չի անել։ Մենք հեռացանք։ Մնացած ուժերը թող իրանք որոշեն։ Իրանք իրար հետ ինչ-որ մի բան ուզում են անել, թե չեն ուզում անել։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է, Հակոբը Դե ախպեր, բանը որը։ Հələ որտեղ ինքը շատ լավ այդ անում, ախպեր։ Լավ առաջարկ։ Լավի արժի։ Իրաց բանալիքները Որն է որը։ Հա, որն է որը։ Ալես կյամ Ուժը Նիկոլ Փաշինյանն է Միկոն։ Նիկոն։ Ուշա չէ։ Չէ, իրա։ Հա, ուրեմն դու Նիկոլ Փաշինյան։ Բարձր հարգելի հանդիսատեսներ, հյուրեր, Այո։ այսօր մեր տաղավար ենք հրավիրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, ինչպես նաև համատեղության պայմանով Չի կարողանալու վարչապետ Արդեն կրվել է։ Նիկոլ Փաշինյանին Ես հարազդաբես։ ընդամենը բոլորին դեմ եմ շարժման անդամ Միքայել Նահապետյանին։ Կարծում եմ առնվազն մեր քննադատների մեջ չպետք է լիներ իմ առջև նստած մարդը այդ հարցում, որովհետև նույնիսկ իր պնդման համաձայն Հայաստան պետությունը իր դժվարին պահերին պաշտպանել է դրա ժողովրդավար լինելը։ Հետևաբար Հայաստան պետությանը պաշտպանող հիմնական ու առանցքային գործոնի այն է ժողովրդավարության ուղղությամբ որևէ թափանցիկ իրենց տեսանկյունից առնվազն պիտի թիթեռ նկարը չլիներ։ Եվ ահա մենք նորից գործ ունենք ստի հետ, ստի, որը պատժելու որևէ լծակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի։ Ինչը առաջարկում բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությունը։ Մենք քաղաքացիներին առաջարկում ենք մահակ, գործիք քաղաքական, բոլորին դեմ քվեարկելու հնարավորություն հիմա եւ ողջ հետագա ապագայում, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, ովքեր կմտածեն, որ քաղաքացու ձայնը մանիպուլյացնելու ճանապարհով, սուտ խոսալու ճանապարհով հնարավոր է անընդհատ վերարտադրվել, անընդհատ խաղալ ձեռնարկություններ անել քաղաքականության հետ, այդ մարդկանց ասելու եւ պատժելու հնարավորություն ունենա քաղաքացին։ Այս ամեն քաղաքական հիմնական առաջարկը։ Նոր դուք ասում եք, որ քաղաքացին պատժելու մեխանիզմ ունեցել է, ունի եւ կունենա իդեմս ընտրությունների հարց։ Եթե դուք չլինեք իշխանության եւ իշխանության լինի ձեր ամենաչսիրած քաղաքական ուժը, գոյություն ունեցող խաղի կանոններով դուք Հայաստանի քաղաքացուն պաշտպանված համարում եք, թե պարտադիր դուք պետք է իշխանության լինեք, որ Հայաստանի քաղաքացին պաշտպանված լինի։ Իմ առջև նստած մարդուն տալիս են մի հարց, իսկ ինչու չեն պատժվում նրանք, ովքեր թունավորել են մեր կյանքը։ Եվ արդեն հիմա մեզ որպես ընդդիմության մի հատված տալիս են հարց, իսկ ի թիվս այդ բոլորի իմ առջև նստած մարդը եւ նրա քաղաքական թիմի անդամները երբ պիտի պատժվեն։ Ժամանակ հարցում եք ինչ որ Ես չեմ անդրադառնա սին մեղադրանքներին, որ հնչեց իր կողմից, որովհետև ես համոզված եմ, որ մեր քաղաքացին ամեն ինչ տեսնում եւ գնահատում է։ Միայն մի բան կարող եմ ավելացնել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է եւ միշտ պատկանելու է ժողովրդին։ Եվ 1 սրոք, 2 սրոք եւ այլն նման արտահայտություններ անում են այն մարդիկ, ովքեր իրենք ենթագիտակցորեն պատկերացնում, որ այդ իշխանությունը իրենց է պատկանում։ Դուք պարզ տեսնում եք, ինչպես է իշխանությունը փոխում մարդուն, դուք տեսնում եք, որ իմ առջև նստած անձնավորությունը ընդհանրապես 8 տարի առաջ խոսելով նրա մասին, որ 3-րդ ժամկետը չարիք է, հիմա գնում է 3-րդ ժամկետի եւ հպարտորեն հայտարարում է, որ պատրաստ է գնալ նաեւ 13-րդ ժամկետի, 45-րդ ժամկետի։
ցանկացած մարդ Ես հերոստատիտողն եմ, էլի։ խոցել է, որտեղ այս իշխանությունը ժողովրդավարական չի։ Ուստի նրա կիրառած ցանկացած մեխանիզմ ոչ լեգիտիմ է։ Հին հունական ասացված կա, ասում են, երբ պատմության պատերազմի ու զիջումի մեջ ընտրում ես զիջումը, դու ստանում հայտարարությունը, դու ստանում ես եւ պատմություն եւ հայտարարություն։ Դուք երկուսն ստանաք նորից։ Բաղբշան 15 վայրկյան եք ինչ-որ արձագանքում եք։ Ես կարծում եմ հայտարարությունը լինելու է ձեր ձայների քանակը հունիսի 7-ին ընտրություններից հետո։ Այդտեղ ժողովուրդը բոլոր հարցերին պատասխան։ Շնորհակալություն։ Մեկ րոպե գնաց, պարոն Փաշյան, եթե Ես հույս ունեմ դուք ձեր հանրային խոսքին մնացած հարցերով էլ նույն պատասխանատվությամբ չեք վերաբերվում, որովհետև այն ինչ ասում եք բացարձակ սուտ է իրականության հետ աղաչ չունեցող, դուք երբեք չեք կարող ձեր խոսքերը ապացուցեք։ Ազատ բանավեճի ժամանակ բան կանեք, ձեր ժամանակը ավելացված է պարոն Փաշյան։ Մնացածի Հայաստանում ժողովրդավարացման պահանջարկը շատ երկար պատմություն ունի, որը իրացվել է 2018 թվականին եւ այդ ժողովրդավարացման պահանջարկը ձեզ երկաթե մանդատ է տվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար։ Ես նռնակով կապիկներ կյանքում հաճախ եմ տեսնում եւ հատկապես քաղաքականության մեջ արկածախնդիրների տեսքով, ովքեր ուզում են երկիրը տանել հերթական պատերազմի կապանքների մեջ։ Դու բոլորին դեմ ես, դու էլ դժվար քաղաքացին, բայց ինչ-որ հորս արև չեն գալու սուպիտներ կամ վաղը գրին քարտն եմ շայան։ Խոսք եթե ուզում ես չանենք, ասա չանենք, եթե չստել ես, դու քաղաքացի ես, որը միջին ստատիստիկ գործարար է 5-ից 30 հոգանոց թիմով, դու ես։ Մի հատ բան կա ստեյշ։ Պրոստը մեր թմիշ չես։ Այդ քաղաքացին մեր մասին լսել անհամբես թե չի լսել։ Քաղաքացին նման ես ապակարգական եմ զազվում եմ դրանցից այ քաղաքացին եմ։ Ես եմ 4 տարի առաջ։ Նա երկրորդ կետի վերաբերյալ հա 4%-ից 1%-ի ինտրական շեմի իջեցումը ինչքան էլ որ աշխարհում կան նման դեպքեր ինտրական շեմի իջեցման ենթադրենք ավելի արդյունավետ, ավելի կոալիցիոն կառավարություններ կազմելու մասով դրանից ուրեմն մինիմում 100 անգամ շատ դեպքեր կան, երբ որ ստացվում է ճիշտ հակառակը, այսինքն կառավարություն չի կազմում տարիներով, չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, կոնսոլիդացիա չի ապահովում ու ազգային ժողովը դառնում է ամեն մեկը վերմակ իր կողմ քաշելու վատ։ Այն ուժերը, որոնք կհարմարվեն այս նոր խաղաղանուններին, իրենք կմնան խաղերի, նրանք քաղաքական դաշտում։ Այն ուժերը, որոնք չեն հարմարվի այս նոր կանոններին, իրենք ավտոմատ դուրս են թռնելու քաղաքական դաշտից, որովհետև իրանք եթե չկազմեցին իրար հետ կոալիցիա, այսինքն եթե չկարողացան լեզու գտնել իրար հետ, իրանք ձախողելու են իրենց գործունեությունը խորհրդարանում ու ժողովուրդը, ոնց որ ասած, իրաց չի վստահել։ Իմ կարծիքով ու լիքը իմ նման մտածող մարդկանց կարծիքով դուք փոշիացնողներից մեկն եք ելնելու։ Դու շնցրեցիք է вообще այսօր անցավ։ Ախպեր ես քեզ տանդարում էի։ Անդրի համար հիստերիկացել է, Ոնց եք հասնել դες գնահատում որ շանս ունես ով։ Հավե կոմիսիան